Ծանր օրեր էր ապրում Եդեսիայի հայոց թագավոր Աբգարը։ Չարաչար ցավեր պատճառելով դաժան հիվանդությունը նրան գամել էր անկողնուն։ Պալատական բժիշկները անզոր էին որևէ բանով օգնել։ Հիվանդությունը նոր էր ու անծանոթ։ Օրեր էին անցնում, բայց ապակինման ոչ մի նշույլ, իսկ անողոք հիվանդությունը գնալով խորանում էր։ Հիշողության մեջ դեռ թարմ էր այցը պարթևական թագավորություն, որ նա զորքով մեկնել էր խաղաղեցնելու իր ազգականների միջև ծագած խռովությունը։ Պարսից թագավոր Արտաշեսի դեմ ըմբոստացել էին եղբայրները։ Հիշում էր, թե ինչպիսի դժվարությամբ իրեն հաջողվեց հաշտեցնել նրանց ու կարգ սահմանել, թե ինչպես ինքը դաշինք կնքեց նրանց միջև, թագավորող ցեղից դուրս նրանց 3 ցեղերի բաժանեց անվանելով Կարենի Պահլավ, Սուրենի Պահլավ և քրոջը Ասպահապետի Պահլավ, ապա դաշնագիրն իր հետ վերցնելով վերադարձավ տուն չարաչար ցավերով հիվանդացած։ Այդ օրվանից անցել էր 7 տարի, խաղաղվել էին հարազատները, բայց մնում էր խռովված հոգին արքայի։ Լսել էր, որ երկրի վրա հայտնվել է Փրկիչ Քրիստոսը, որ նա հրաշագործություններ է կատարում ու քարոզություններ անում, և հույսը կապելով նրա հետ, իր հավատարիմ Անանե Սուրհանդակի ձեռքով թուղթ էր ուղարկել նրան գրելով. Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով առանց դեղերի ու արմատների։ Դու կույրերին տեսցնում ես, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում և առհասարակ երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում։ Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրեցի այս երկուսից մեկը, կամ դու Աստված կլինես, որ երկնքից իջել և այս բաներն անում ես, կամ Աստծու որդի կլինես, որ այդ անում ես։ Այդ պատճառով քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը։ Հիշում էր այս ամենը հզոր արքան անկողնում պարկած, օրեր ու ժամեր հաշվելով, հույսով սպասում Անանեի վերադարձին։ Այս մտորումների մեջ խաղաղված էր նա, Եդեսիայի տիրակալը, երբ նրան հայտնեցին Սուրհանդակի վերադարձի մասին։ Ուր է նա, իմ հավատարիմ Անանը, շտապ ներս կանչեք նրան, ես գիտեմ, որ նա լավ լուր բերած կլինի, որ Աստվածային որդին ինձ չի թողնա այս տառապալից ցավերի մեջ, ես նրան հավատում եմ, այն ինչ անում է նա աստվածային զորություն է։ Տեր իմ, ուրախ եմ քեզ կրկին տեսնելուս, ինչպես կամեցել էիր, քո նամակը հանձնեցինք Հիսուս Քրիստոսին։ Նա շրջապատված էր հոծ բազմությամբ, տասնյակ ու տասնյակ հիվանդ ու ցավագար դիմում էին նրան ու բուժում աղերսում, այնպես որ նա գալ չէր կարող, բայց ուղարկեց իր սուրբ թուղթը քեզ։ Ահա այն։ Երանի նրան, ով ինձ հավատում է, ինձ տեսած չլինելով, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են, ինձ չեն հավատա, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան և կապրեն։ Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ։ Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբարնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, և երբ համբարնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանքը շնորհի քեզ և քեզ հետ եղողներին։ Հիսուսի խոսքերը թեթևացրին Աբգարի խռովահույս հոգու ցավերն ու տառապանքը։
Չէ որ ինքը Քրիստոսն էր անձամբ թուղթ գրել եւ խոստացել իր առաքյալներից մեկին ուղարկել նրան բուժելու, ու Եդեսիայի արքան անհամբեր սպասում էր այդ երջանիկ օրվան, ու եկավ այն։ Այդ օրը Եդեսիայի բնակիչներն ականատես եղան մի անսովոր իրադարձության։ Քաղաքի փողոցներով հոգնած ու տանջված, փոշու մեջ կորած, ցուպը ձեռքին քայլում էր մի պատկառելի մարդ, փառահեղ գլուխը խորհրդավոր լույսով պատած։ Գալիս էր շատ հեռվից, նրան առաջին անգամ էին տեսնում Եդեսիայում։ Հետաքրքրասեր ժողովուրդը զարմացած նայում էր նրան, բայց եւ խոնարհությամբ ճանապարհ բացում պատկառանք ներշնչող այդ մարդու առջև։ Անցորդը մի պահ կանգ առավ, խորը հայացքով թափանցեց նրանց հոգու մեջ, ապա մեղմորեն ժպտալով շարունակեց ճանապարհը։ Նրանցից եւ ոչ մեկի մտքով չէր էլ անցնում, որ այդ խորհրդավոր անցորդը պիտի փոթորկի իրենց հոգին եւ նրանց ընդմիշտ կապի Աստծո որդու վարդապետությանը։ Վերջապես նա կանգ առավ հայոց արքայի պալատի առջև։ Անծանոթը Սուրբ Թադևոս առաքյալն էր, Քրիստոսի հավատարիմ աշակերտներից մեկը։ Եկել էր պատվիրանով, նրա համբարձվելուց հետո եկել էր իր տիրոջ կամքը կատարելու։ Աբգարին հայտնեցին եկվորի մասին։ Ես հավատացած եմ, որ դա այն մարդն է, որի մասին Հիսուսը գրել է։ Արդեն ինձ լուր են բերել, որ մեր քաղաքում մի անծանոթ մարդ է հայտնվել եւ պալատի տեղը հարցրել։ Ես հավատում եմ, որ դա նա է, իմ ցավերը բուժողը, ներս թողեք նրան։ Թադևոսը ներս մտավ, նրա երեսի վրա սքանչելի տեսիլք երևաց Աբգարին։ Ցավը զսպելով, նա գահից դժվարությամբ վեր կացավ եւ երեսի վրա ընկնելով եկվորին երկրպագեց։ Շուրջը գտնվող բոլոր իշխանները զարմացած իրար նայեցին, որովհետև տեսիլքը չիմացան։ Իսկապես դու օրհնյալ Հիսուսի աշակերտն ես, որին խոստացավ այստեղ ուղարկել եւ կարող ես իմ ցավերը բժշկել։ Իմ Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման օրը ես երդվեցի, որ կկատարեմ իմ տիրոջ կամքը։ Եթե դու էլ հավատաս նրան Աստծո որդուն, քո սրտի բոլոր ցանկացածները կստանաս։ Այս խոսքերից հետո Թադևոսը քարոզեց ավետարանը նրան եւ ամբողջ քաղաքին, ձեռքը վրան դնելով նրան բժշկեց, ինչպես նաեւ քաղաքում եղած բոլոր հիվանդներին ու արատավորներին, եւ բոլորը հավատացին եւ մկրտվեցին, ինքը, Աբգարը եւ ամբողջ քաղաքը։ Փակվեցին կուռքերի մեհյանների դռները։